Համաձայն ենք, թող ճանապարհ տերմինով կոչվի Սյունիքով մեզ տրվող հնարավորության անունը։ Իբրև համաձայնության նշան ասել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Իսրայել-Իրան ռազմական գործողությունների մեկնարկի հաջորդ օրը, իսկ 5 օր անց ազգային ժողովի խոսնակը հայտարարեց Փաշինյանը Թուրքիա է գնալու, օրակարգը հայտնի չէ, ինչ է քննարկելու Փաշինյանը։ Անկարա հունիսի 20-ին ըստ հայտարարության այցը ունենալու է հենց այդ նպատակը, ստորագրել մի փաստաթուղթ կամ ձեռք բերել պայմանավորվածություն, որի հիմքով էլ այս տարվա ընթացքում կստորագրվի մի փաստաթուղթ, վերնագիրը էական չէ։ Հայաստանի իշխանության համար շատ կարևոր է, որ վերնագրում արտացոլված լինի խաղաղություն բառը կամ հարաբերությունների հաստատում բառը, որպեսզի կարողանա դա կապիտալիզացնել Հայաստանի ներսում։ Թուրքիա գնալու մասին հայտարարությանը հաջորդել է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները։ Հարվածի տակ նորից հոգևորականներն էին։ Կտրիչ Ներսիսյան, N պոռնկաբարո Արշակ Սրբազանիտ ասավ վերընկնի տեղը, բառից բուն իմաստով վերընկնի տեղը եւ բառից բուն իմաստով պոռնկաբարո։ Սկանդալային գրառումով Փաշինյանը շեղում է քաղաքացիների ուշադրությունը սպասվող գործողություններին ընդառաջ, նշում է Աբրահամ Գասպարյանը։ Համակարծիք է ՊԵԿ նախկին նախարարը։ Պատմական իրադարձությունների ֆոնին իշխանությունը ներքին խժդժություններ է հրահրում։ Սյունիքի ուղղությամբ իրական սպառնալիքները ենթադրություններից անցել է գործողության նախաշեմի վրա կանգնած օրհասական իրականության փուլ, որի հետ զուգահեռ նշմարվում է մեր պետության սուբյեկտայնության վերջնական անկումը, եւ այս ամենի հետ մեկտեղ օրվա իշխանության կենտրոնում կանգնած անձը իր արբանյակ համախոհների հետ զբաղված է ամեն ինչով։ Վարչակարգը վերսկսել է իր հոխորտանքները հայ առաքելական եկեղեցու դեմ, թիրախավորելով իր անվերապահ նվիրվածությամբ ապրող հոգևոր հոր վեհափառի կողքին կանգնած ավանդապահներից մեկին։ Թշնամու դռներն ու ոտքերը համբուրող այս խմբակը, որը իրեն անվանում է իշխանություն, իրականում չարիք է, որ նոր-նորի ավելի ողորմելի է դառնում, բայց վտանգավոր իր անդեմությամբ։ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը, Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ու ազգային ժողովի ամբիոնից ՔՊԱ-ականների ելույթները Սյունիքին ու Հայաստանի սպառնացող վտանգի թեման ծածկելու համար են։ Վիճակից լավագույնս օգտվում են Ադրբեջանն ու Թուրքիան, քանի դեռ Հայաստանի ռազմական դաշնակիցները զբաղված են, Իրանը իր անվտանգային հարցերով, Ռուսաստանը իր։ Իրենց ճանապարհն է, այն միջանցքն է, անվերահսկելի անցուղի միջանցք, ինչպես ուզում են բան անվանեն, ինչը մերժելի է ընդհանրապես հայ հասարակության շահերից չի բխում եւ ինչը մերժելի է Իրանի Իսլամական Հանրապետության համար, որովհետեւ այդ ճանապարհը դա թուրանական ճանապարհ է եւ ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Փաշինյանը Թուրքիա գնում է հավանաբար քննարկելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, նշում է Գասպարյանը։ Նա կվերադառնա մի փաստաթղթով, որում շատ կցանկանա ներառել խաղաղություն բառը։ Այդ փաստաթղթում Սյունիքով միջանցք տալն է ամրագրված լինելու, որը կփաթեթավորվի ճանապարհ անվամբ։ Սյունիքով ճանապարհ թեկուզ տրամադրելու, որը ըստ էության լինելու է միջանցքային տրամաբանության, բայց ֆորմալ առումով ամենայն հավանականությամբ կձևակերպվի այնպես, որ չգրգռի ներհայկական եւ ներհայաստանյան լսարանի, այսպես ասած, տրամադրվածությունը, եւ ինքը կարողանա այդ փաստաթղթով շատ հապճեպ քայլեր ձեռնարկել։ Երկրի անկախությունը վտանգի տակ է դրել Փաշինյանն ու սկսել քննարկել եկեղեցականների կուսակրոնության հարցը։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով առաջիկայում սպասվող դժբախտությունների, վտանգավոր զարգացումների համար Փաշինյանն ուզում է մեղադրել եկեղեցուն։ Այսինքն քո հիմնական լուրջ ծանր խնդիրները թողած, ինքը երրորդական, հինգերորդական խնդիրների վրա ուշադրություն դարձնում եւ ցավալիորեն ուզում եմ արձանագրել, որ հասարակությունն էլ ուտում է այդ խնդիրը։ Այսինքն այդ էժանագին թեմաները ներքին հեծանիվը, սոխը, լոբին, քերակինը, ամոթ է զգում, ասենք պետության ղեկավարը այդ թեմաներով ասնում իր հասարակության։ Փորձագետները պնդում են, Իրանի եւ Իսրայելի բախման ֆոնին թուրք-ադրբեջանական պահանջների տակ Փաշինյանի այցը Թուրքիա խաղաղության անունով կարող է հանգեցնել կապիտուլյացիոն նոր փաստաթղթի։ Անիա Բաղյան, Արման Ղարիբյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։